Ну, այդ ձեր շարքի մեջ տրենդային կարող ենք հիշատակել նաև վարչաբենդի համերգը, որ ես շատ տպավորված եմ համարյա Գրեմին Ջասթին Բիբերի կատարմանը համարժեք կատարում է, քիչ զիջում է, Ջասթին Բիբերը բոքսերներով էր և գուլպաներով։ Եթե մյուս անգամ Նիկոլ Փաշինյանը որոշի Գրեմի լավագույն ավանդույթները բերի վարչաբենդի նոր ձևավորվող բանի մեջ, ես կարծում եմ, որ հայ հասարակությունը էլ ավելի շատ տպավորված կլինի։ Դրսից են խորհուրդ տվել այդ տեխնոլոգիաները, թե ինքն իրենով է որոշել, ձեզ։ Ես վստահ եմ, որ կան PR խորհրդատուներ, դա մեղադրելու չի, որտեղ աշխարհը գլոբալիզացված է, PR-ն էլ կներեք հայկական գիտության ծնունդ չի, կամ սովետական տարածքի ծնունդ չի, դա արևմտյան տեխնոլոգիական միջամտությունների փունջ է, դպրոց է։ Ես չեմ մեղադրում այն ուժերին, այդ թվում Նիկոլին, ով որ փորձում է, այսպես ասած, դիմի գիտությանը։ Այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Այդ է, խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Խնդիրը ուրիշ բան է, մենք էլ կներեք, ես Սահակյան Արմանուշ Արմազանով Էդիկն, մենք որ երգում ենք Նիկոլը ուր էր, այդ ժամանակ Նիկոլը այնքան չկար այդ դաշտում, որ Աննա Հակոբյանը շեյր էր անում մեր իր ֆեյսբուքյան էջում։ Միատ մեկ տարբերությամբ, մենք տեխնոլոգիաներ չենք կիրառում եւ այդ ժամանակ ընտրություններ չէր եւ ամենակարևոր գիտությունը լավ բան է, Անի ջան, ցանկացած գիտություն լավ բան է, բայց գիտելիքը պետք է օգտագործվի հանուն բարիք ստեղծելու։ Եթե գիտելիքը գիտությունը կապ չունի ինչ գիտություն է, մարդուն թունավորելու արվեստն է, թե ենթադրենք PR տեխնոլոգիա է, օգտագործում է ի վնաս, օգտագործում է ի հակառակ, ի չար, այդ դեպքում այդ գիտությունը, այդ թվում PR գիտությունը կորցնում է իր այն համբավը, այն կոչումը, ինչի համար, այն առաքելությունը, ինչի համար այն կոչված է։ Եվ ազդեցությունը, որովհետև ակնհայտ է, ես քեզ կատակ տենց Հեգնեցի Ջասթին Բիբերի, այսպես ասած, եւ Նիկոլ Փաշինյանի զուգահեռների վրա, բայց դառը ճշմարտություն կա այդտեղ, էլի ես չեմ զարմանա, որ մի օր էլ Նիկոլը որոշի, այո, ընդօրինակի ենթադրենք Բիբերի սցենիչսկի օբրազը, էլի։ Էսթետիկայի մասին չենք խոսում, որտեղ երգել այդ նվագելներ, երգելն էլ արդեն բավարար է, որ էսթետիկայի մասին առհասարակ մոռանանք։ Արցախի խոսույթի մասին նշեցիք, որ մեր օրակարգից դուրս է մնացել, Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ, երբ անդրադառնում է Արցախյան հարցին, նշում է, որ ես մեր հայրենակիցներին ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպիտի գոյություն ունենա եւ եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք եւ ասում աշխարհում չեք գտնի որևէ մեկ այլ ղեկավարի, ով կասի, որ դուրս եկեք հեղափոխություն արեք, եթե համաձայն չեք։ Հիմա Արցախը պիտի հեղափոխություն անենք, կամ պիտի դուրս գան փողոց։ Ստոպ, կներես որ ստոպ եմ ասում։ Դա արցախցիների խնդիրը չի միայն։ Իհարկե բնական է, որ մենք ասում ենք արցախցիներ, բայց արցախյան շարժումը հայ ժողովրդի զավակն է։ Մենակ հայ ժողովրդի արցախյան հատվածի զավակը չի։ Եկան ֆարալ ասած Արաբաղցիք դե դավեճը ձեզ ենք սպասում, դուք եք կորցրել մենակ։ Չէ, իրանք կորցրել են լավ, իրանք գերեզմանները, իրանք տանները, իրանք օջախները, բայց հայրենիք կորցրել ենք բոլորս։ Ես դադիվանք եմ կորցրել։ Ես կորցրել եմ Ստեփանակերտի այն գողտրիկ իմ ընկերների տները, որտեղ կարողանում եք երեկոյան թեյ խմել եւ զրուցել ամեն ինչի մասին։ Լիքը մար, լիքը բան է կորցրել, հա։ Ինչ վերաբերում է Նիկոլի այդ բանը, տիպը չեք ուզում հեղափոխություն արեք։ Սադամ Հուսեյնն էլ վստահաբար որ նայեմ իր հին ելույթները կգտնեն մի տես կտոր, որտեղ ասում էր դե բանը չաղ ու բախտավոր է Իրաքի ժողովուրդը, եթե տես չլներ ինձ կհանեին։ Վստահ եմ Քադաֆին էլ, որ իր շացորները խփում էր Փարիզի, Մարսի դաշտերում կամ Ելիսեյան դաշտերում, վստահաբար հաստատ նման մի բան ասած կլիներ։ Այսինքն այդ բոլորը այնց շուտ է անցնում, հա, եւ ես որպես իշխանության մեջ եղած մարդ, ես գիտեմ ինչ է նշանակում հարգել իշխանությունից, ես գիտեմ ինչ է նշանակում կտրել ոտքերը իշխանությունից, ես գիտեմ ինչքան դաժան է հետո վերադառնալ այդ հողի վրա, եւ ես գիտեմ ինչքան կարեւոր է հետո երբեք չփոխվել այս հողից։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի պարագայում, եթե արդար ճանապարհով չլինի, արդարության վերականգնումը կներեք տավտոլոգիայի կարծես թե, բայց ճշմարտությունը դա է, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է Օլիմպիական միշկայի նման թռնի ի նիվեռնուցը, էլի այս վիճակը լինի։ Շնորհակալ եմ։ Հեսա վերջին հարցը արդեն, որտեղ նախորդներ իմ համար վերջինն է։ Շատ լավ, երբ ինչ է կարծում, Սերժ Սարգսյանն էլ էր իրականությունից կտրված, երբ ասում էր ինչքան ուզենք, այդքան կխփենք։ Սա ես իրականությունից կտրվելու մասին է խոսում։ Շատ առաջին հայացքից այնպես լավ հարց եք տալիս, իսկ իրականում դուք եք որոշում հարցի վրա, քաղաքական արդիականության տեսակետից ցանկացած հաջորդ իշխանություն լավ կլինի սովորի նախորդի վրա,
նախորդի սխալների վրա։ Այն որ նախորդ իշխանությունը ունեցել է սխալներ, խոսքը չի գնում այդ դրվագի մասին։ Դա ընդունել է Սերժ Սարգսյանը բազմաթիվ իր հանրային ելույթներում։ Դա Սերժ Սարգսյանը ոչ միայն խոստովանել է, այլ նաև դրա շտկման ուղղությամբ հանրապետական աշխատանք է վարել։ Ուզում եք շատ ազնիվ, տենց ազնիվով սկսեցինք, ազնիվով ավարտենք։ Չկա ավելի լավ իշխանություն, քան նախկինում իշխանություն եղած ընդդիմության թողու բողով անցած քաղաքական ուժը, որտեղ այդ ուժը եւ սեփական սխալները գիտի, եւ երկրի կառավարման հմտություններին է տիրապետում, եւ գիտելիք ունի, եւ կապեր ունի։ Նիկոլ Փաշինյանը չսովորեց մեր սխալների վրա։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հազարապատկեց մեր սխալները, այլ նաեւ այդ սխալները վերածեց հանցագործությունների։ Սխալները ներելի են, մարդկային են, հանցագործությունները ոչ։